Buongiorno gentili, signore e signori, համացանցի ամենայազղ ֆեյքային նորությունները Fake Review-ի եթերում։ Էսեյայա, չէ։ Այո, ընտրիր կարմիրը, որպեսզի իմանաս, թե ինչքան խորն է հիբրիդային արճաճակարի բույնը։ Բա կապույտը։ Իսկ կապույտը ուղղակի լուծողական է։ Սոցիալական ցանցերի հարյուրավոր ալիքներում, ռուսական կայքերում եւ նույնիսկ հեռուստատեսությունում հայտնվել է տեղեկություն, որի համաձայն Նիկոլ Փաշինյանի պապը կռվել է նացիստական Գերմանիայի կողմից։ Ու ոչինչ, որ ներկայացված փաստաթղթերում խոսվում էր Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին, այնինչ Նիկոլ Փաշինյանի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն էր։ Հա, լավ, Առաքել, Վարդան, Թորգոն, Վալոթը միշտ տարբերություն։ Մեկնաբանությունները փայլում են բարձր ինտելեկտով եւ ոսկեղենիկ ռուսերենով։ Նյութով կիսվել է անգամ մեծ ընդդավադրաբան Նայիրի Հոխիկյանը, բայց այս անգամ մեկնաբանությունները այդքան էլ միամիտ եւ ռուսերեն չեն։ Վեր ընկի տեղդ, այ դաշնակ։ Դաշնակ։ Դա ռուսական ֆեյք է։ Տղամարդն էլ կնգա նման տարին 12 ամիս Բամբասի տղագոր ծարա ամոթ է։ Շատ սեքսիստ ազգ է։ Դեռ ինչքան եք մեռել քանդելու, երևի ուրիշ հոգս չունես, թորը պատասխանատու չէ պապի արարքների համար։ Ֆիլոսոկրատ։ Եթե դավաճանելա փդած սովետներին, ապա դա նշանակում է, որ նա հերոս է։ Լրիվ սազական ես դյադին։ Դու էլ քո պապի տակի for free, for սուխ։ Տեսնենք ինչ դուրս կգա։ Հրապարակ է մտնում արքայական հրովարտակը։ Այսքանը պետք է կարդամ։ Ապրիլի 16-ին Իլոն Մասկին հանել եմ ինձ հետ լուրջ խոսալու։ Как тебе такое, Իլոն Մասկ։ Իհարկե սա դեռ հիբրիդային հատակ չէ, որովհետև տակից թակում են։ Привет, Пупсик։ Վայ քու։ Հիշիր, Google-ում քեզ ոչ մեկը չի բլոկել, ChatGPT-ին քեզնից նեղացած չի, այնպես որ ցանկացած լուր լսելուց հետո, արտահայտվելուց եւ մեկնաբանելուց առաջ մի հապաղիր, Google-իր, եթերում Fake Review-ներ։ Arrivederci։ Հələ մի րոպե, հələ։